ԱՄՆ-ի հանրապետականների կողմից մեծամասնություն կազմող ներկայացուցիչների պալատը ուրբաթ օրը երկարաձգեց դաշնային ծախսումներ կատարելու իրավունքը, սակայն դրա դիմաց դադարեցրեց Օբամայի առաջարկած առողջապահական համակարգի ֆինանսավորումը։ Ինչպես ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյներն է ասում, Ամերիկայի ժողովուրդը չի ցանկանում, որ փակվի կառավարությունը եւ չի ուզում ընդունել Օբամայի առողջապահական համակարգը, այսպես ասած Օբամաքերը։ Այժմ հերթն է, որ այս խոսքը լսի նաև Սենատը, ասել է նա։ Հանրապետական Բեյների այս ցնծագին խոսքի երանգը չի ընդունվում դեմոկրատների կողմից մեծամասնություն կազմող Սենատում եւ ինչպես վերին պալատում մեծամասնության ղեկավար Հարի Ռիդն է ասում, օրենքի որևէ նախագիծ, որը Օբամաքերին զրկում է ֆինանսավորումից, մեռած է։ Դեմոկրատներն ասում են, թե իրենք քվեարկելու են այն բանաձևի օգտին, որն ընդգրկում է Օբամայի առաջարկած առողջապահական համակարգը ֆինանսավորելու մասին կետ։ Հիշեցնենք, որ այս համակարգով նախատեսվում է բժշկական ապահովագրություններում ընդգրկել ավելի մեծաթիվ ամերիկացիների։ Դեմոկրատ կոնգրեսականները վայելում են նախագահ Օբամայի լիակատար աջակցությունը, որը շարունակաբար մեղադրում է ներկայացուցիչների պալատի հանրապետականներին Ամերիկայի տնտեսական վերականգնման գործընթացը վտանգի տակ դնելու մեջ։ Ներկայացուցիչների պալատի կողմից Օբամաքերի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումից հետո Սենատը պիտի ասի իր խոսքը, եթե այն ընդունի Օբամաքերը ֆինանսավորելու մասին որոշման բանաձև, բանաձևը հետ պիտի գնա ներկայացուցիչների պալատ, քանի դեռ ֆինանսավորման բացակայության պատճառով չեն փակվել պետական հաստատությունները։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։